Տուրիզմ Հայաստանի ապագան միայն հանքերի, հարկերի և արտաքին օգնության մեջ չէ։ Հայաստանի ամենամեծ չօգտագործված հարստությունը նրա լեռներն են, ջրերը, ձորերը, անտառները, քարերը, արևը, պատմությունը և իհարկե հոգևոր էներգիան։ Աշխարհում կան երկրներ, որոնք ծով ունեն, բայց պատմություն չունեն։ Կան երկրներ, որոնք փող ունեն, բայց հոգի չունեն։ Իսկ Հայաստանը ունի այն, ինչը շատերը չունեն՝ աստվածային ռելիեֆ և հազարամյակների քաղաքակրթություն։ Իմ առաջնորդությամբ Հայաստանի տուրիզմի ռազմավարությունը պետք է լինի ոչ թե սովորական զբոսաշրջություն, այլ ազգային վերածննդի նախագիծ։ Հայաստանը պետք է դառնա բաց երկնքի տակ քաղաքակրթական թանգարան։ Հայաստանը մի քանի ժամվա ճանապարհի մեջ կարող է մարդուն տալ ձյունածածկ լեռ, անապատային ժայռ, անտառ, հանքային ջուր, վանք, բերդ, գինի, էքստրեմալ ճանապարհ, հոգևոր լռություն և հազարամյա պատմություն։ Այսպիսի ռելիեֆ աշխարհում եզակի է։ Ուստի Հայաստանի տուրիզմը պետք է կառուցի ոչ թե միայն հյուրանոցների, այլ ամբողջական ազգային միջավայրի վրա։ Հայաստանի լեռները պետք է դառնան միջազգային բրենդ։ Դիլիջան, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ, Գեղարքունիք պետք է վերածվեն լեռնագնացության, մոտոցիկլային, հեծանվային, ջիպ տուրերի, ձմեռային սպորտի, էքստրեմալ ճամբարների միջազգային կենտրոնների։ Աշխարհը հոգնել է ապակյա քաղաքներից։ Մարդիկ փնտրում են վայրի բնություն, քար, կրակ, իրականություն։ Հայաստանը դա ունի հոգևոր և պատմական տուրիզմ։ Հայաստանը պարզապես երկիր չէ։ Հայաստանը քրիստոնյա քաղաքակրթության կենդանի թանգարան է։ Տաթևը, Գեղարդը, Խորվիրապը, Նորավանքը, Սանահինը, Հաղպատը պետք է դառնան ոչ միայն ուխտատեղի, այլ համաշխարհային հոգևոր տուրիզմի կենտրոններ։ Բայց դրա համար պետք է ճանապարհ, լույս, մաքրություն, անվտանգություն, բարձրակարգ սպասարկում, գումարած մատչելի գրեր։ Չի կարելի հազարամյա վանքի մոտ մարդը տեսնի աղտ կամ քանդված ճանապարհ։ Հայաստանի գյուղը պետք է դադարի դատարկվել։ Յուրաքանչյուր գյուղ կարող է դառնալ հյուրատուն, գինուտուն, մեղրիտուն, պանրիտուն, ձիարշավի կենտրոն, ազգային խոհանոցի վայր։ Զբոսաշրջիկը Հայաստան չի գալիս միայն նկարվելու, նա ուզում է զգալ հայկական կյանքը, ջրային և առողջարանային տուրիզմ։ Ջերմուկը, Արզնին, Հանքավանը, Սևանը, Դեբետի և Արփայի հովիտները կարող են դառնալ տարածաշրջանային առողջարանային կենտրոններ։ Հայաստանը կարող է զարգացնել բուժական տուրիզմ, վերականգնողական կենտրոններ, սպա և առողջարանային համալիրներ, կենսաբանական և էկոլոգիական հանգիստ, գիշերային և մշակութային Հայաստան։ Հայաստանը պետք է ապրի նաև գիշերը։ Երևանը, Գյումրին, Դիլիջանը, Գորիսը պետք է ունենան կենդանի երաժշտություն, ազգային մշակութային փառատոներ, բացօթյա թատրոններ, գինու և խոհանոցի փողոցներ, արվեստի թաղամասեր։ Զբոսաշրջիկը պետք է հեռանա Հայաստանից ոչ թե պարզապես հանգստացած, այլ հոգեպես ցնցված։ Երբ աշխարհը ճանաչում է Հայաստանը, ավելի դժվար է Հայաստանը մեկուսացնել։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ով վերադառնում է իր երկիր ու պատմում Հայաստանի մասին, մեր մասին, դառնում է Հայաստանի ոչ պաշտոնական դեսպանը։ Իմ առաջնորդությամբ Հայաստանը պետք է դառնա ոչ թե աղքատության և արտագաղթի խորհրդանիշ, այլ աշխարհի ամենակոլորիտային, անվտանգ, լեռնային և հոգևոր պետություններից մեկը։ Այնպիսի Հայաստան, որտեղ լեռները խոսում են, քարերը պատմություն ունեն, գյուղերում լույս կա, վանքերում հոգևոր ուժ, իսկ հայ մարդը այլևս չի փախչում իր հայրենիքից, որովհետև աշխարհն է գալիս Հայաստան։